Բարի գործը Ֆիլիպինյան ժողովրդական հեքիաթ Լինում է չի լինում, մի աղքատ կին է լինում, որն ապրում էր որդու հետ։ Տղայի անունը Անդրես էր։ Մի օր առավոտյան մայրն ասում է նրան. «Որդիս, վերցրու այս 5 սենտավոն, գնա շուկա եւ բրինձ գնիր։ Հիշիր, Անդրես, դա մեր վերջին փողն է»։ Տղան վերցնում է դրամը եւ ճանապարհ ընկնում դեպի շուկա։ Շատ է գնում թե քիչ, մեկ էլ տեսնում է, որ մի մարդ քարը ձեռքին է առել եւ ուզում է սպանել մի փոքրիկ օձի։ «Մի սպանիր», խնդրում է Անդրեսը, «այս փոքրիկ օձը քեզ ինչ վատություն է արել»։ «Չի արել», ասում է մարդը, «բայց հնարավոր է մեկն ու մեկին խայթի, անպայման սպանելու եմ»։ Անդրեսը շատ է խնդրում, որ մարդը խնայի օձին, բայց զուր։ «Ինչի՞դ է պետք», զարմանում է մարդը։ Անդրեսը նրան պարզում է 5 սենտավոն։ «Վերցրու այս փողը, միայն թե հանգիստ թող օձին»։ Մարդն ուրախանում է, վերցնում է դրամն ու շտապ հեռանում։ Հենց որ նա գնում է, փոքրիկ օձը անսպասելիորեն սկսում է մարդու լեզվով խոսել։ «Շնորհակալ եմ, բարի տղա», ասում է նա Անդրեսին, «արի ինձ հետ, ես քեզ կտանեմ իմ տուն, այնտեղ դու կտեսնես մեր առաջնորդին։ Վստահիր ինձ եւ ոչ մի բանից մի վախեցիր։ Քեզ ոչ մի վտանգ չի սպառնա։ Երբ դու հայտնվես մեր տարածքում, ես առաջնորդին կպատմեմ քո բարի գործի մասին։ Նա սկզբում մի քիչ խիստ կխոսի քեզ հետ, որովհետեւ դու օտար ես, բայց չվախենաս։ Եվ երբ նա հարցնի, թե ինչ կցանկանայիր ստանալ ինձ փրկելու համար, խնդրիր նրանից կարմիր սփռոցն ու 2 կլոր քարերը։ Այդ սփռոցն ու քարերը կախարդական են։ Սփռոցը քեզ կտա քո ցանկացած կերակուրը, իսկ քարերը քո հավատարիմ պահապանները կլինեն»։ Անդրեսը փոքրիկ օձի հետ գնում է օձերի ահարկու քարանձավը։ Երբ նրանք ներս են մտնում, առաջնորդ օձը ֆշշացնում է. «Ո՞վ է այս անծանոթը, որին բերել ես։ Կողոպտի՞չ է, սպանությունների վարպե՞տ»։ «Ոչ մեկը, ոչ էլ մյուսը», պատասխանում է փոքրիկ օձը, «այս մարդը իմ փրկիչն է։ Եթե նա ինձ օգնության չհասներ, ես հիմա սպանված կլինեի»։ Առաջնորդ օձը սողում մոտենում է Անդրեսին եւ արդեն առանց ֆշշոցի հարցնում. «Բարի գործի համար քեզ ինչպես պարգևատրեմ։ Եթե կարելի է, ինձ նվիրիր կարմիր սփռոցն ու 2 կլոր քարերը», պատասխանում է Անդրեսն այնպես, ինչպես ասել էր փոքրիկ օձը։ Առաջնորդ օձը երկար մտածում է, հետո սողում դեպի քարանձավի խորքը եւ քիչ անց հայտնվում, իր հետ բերելով կարմիր սփռոցն ու կլոր քարերը։ «Վերցրու սրանք որպես պարգև այն բանի համար, որ փրկել ես դստերս կյանքը։ Սփռոցը քեզ կկերակրի քո ցանկացած ուտեստներով, իսկ քարերը կպաշտպանեն նրանցից, ովքեր կցանկանան քեզ վնասել»։ Անդրեսը շնորհակալություն է հայտնում օձերի առաջնորդին, վերցնում է նվերներն ու դուրս գալիս քարանձավից։ Արդեն կեսօր էր, իսկ նա դեռ չէր կատարել մոր հանձնարարությունը, նախաճաշի համար բրինձ չէր գտել։ «Խեղճ մայրիկ», մտածում է Անդրեսը, «հիմա երևի շատ քաղցած է» եւ զգում է, որ ինքն էլ է շատ քաղցած։ Նա նստում է ճանապարհից քիչ հեռու ծառի ստվերում, սփռոցը փռում է եւ խնդրում. «Սփռոց, ինձ ուտելու մի բան տուր»։ Դեռ խոսքը չէր ավարտել, երբ սփռոցի վրա հայտնվում է ամենահամեղ ուտեստներից պատրաստված նախաճաշ։ Անդրեսը կուշտ ուտում է եւ ճամփա ընկնում դեպի տուն։ Բայց տունը հեռու էր եւ ճանապարհի կեսը հազիվ անցած տղան հոգնում է։ Հասնում է մի հյուղակի, որի դուռը բաց էր։ Անդրեսը ներս է մտնում։ Խրճիթի տիրուհին չար հայացքով մի պառավ էր։ Բայց Անդրեսը շատ էր հոգնած եւ որոշում է կնոջ չար աչքերին ուշադրություն չդարձնել։ «Տատիկ, թույլ կտաս մի փոքր հանգստանամ այստեղ», խնդրում է նա։ «Արի, միայն թե հույս չունենաս, թե քեզ կհյուրասիրեմ։ Ես ինքս էլ քաղցած նստած եմ», փնթփնթում է պառավը։
Ինձ հյուրասիրելու կարիք չկա, տատիկ, ես ուտելիք ունեմ։ Ուրախ ասում է Անդրեսը, ես ու դու քաղցած չենք մնա։ Դե ուրեմն արի, քրթմջում է կինը։ Անդրեսը մտնում է ներս, սեղանին փռում սփռոցն ու ասում. Սփռոց, մեզ ուտելու մի բան տուր։ Միանգամից սեղանին բազմաթիվ համեղ ուտեստներ են հայտնվում։ Նստիր, տատիկ, ճաշիր ինձ հետ, առաջարկում է Անդրեսը։ Պառավն ուրախ նստում է սեղանի մոտ, ուտում, կշտանում եւ որոշում է ինչ գնով էլ լինի տիրանալ սփռոցին։ Ուտելուց հետո Անդրեսը սփռոցը ծալում, դնում է կողքը եւ պառկում է մի քիչ քնելու։ Հենց որ նա քնում է, պառավը կախարդական սփռոցը վերցնում, թաքցնում է եւ դրան շատ նման մեկ ուրիշ սփռոց է դնում Անդրեասի մոտ։ Տղան արթնանում է, վերցնում է սփռոցն ու քարերը, շնորհակալություն հայտնում կնոջն ու շարունակում ճանապարհը։ Որոշ ժամանակ անց Անդրեսը ծարավում է, բացում է սփռոցն ու խնդրում. Ինձ սալաբատ տուր։ Սփռոցի վրա ոչինչ չի հայտնվում։ Լավ, այդ դեպքում ուտելու մի բան տուր։ Սփռոցը դատարկ էր։ Անդրեսը հասկանում է, որ դա պառավ կնոջ արածն է եւ շատ է տխրում, բայց հանկարծ հիշում է, որ ինքը օձերի առաջնորդից մեկ ուրիշ նվերել է ստացել, 2 կլոր քար, որոնք պետք է պաշտպանեն իրեն եւ պատժեն իրեն նեղացնողներին։ Նա հանում է քարերն ու ասում. Այն կինը, ում խրճիթում ես մնացի, իմ կախարդական սփռոցը գողացել է, փոխարենը դրել հասարակը։ Վերադարձեք նրա տուն, հրամայեք, որ տա իմ սփռոցը, իսկ եթե հրաժարվի, պատժեք նրան, ինչպես կուզեք։ Քարերը վերադառնում են պառավի տուն։ Տուր սփռոցը, ասում են նրանք կնոջը, որը գոհ ու երջանիկ նստել էր ամենահամեղ ուտելիքներով ծանրաբեռնված սփռոցի մոտ եւ պատրաստվում էր ճաշելու։ Էլ ինչ կուզեք, չարախնդում է կինը։ Այս սփռոցն ինձնից ոչ ոք չի կարողանա խլել։ Փորձեք պատկերացնել, ինչ եղավ հետո։ Քարերը հարձակվում են չար պառավի վրա։ Հենց առաջին մի քանի հարվածից հետո նա ճչում է. Վայ, մի խփեք, խնայեք, վերցրեք ձեր սփռոցն ու կորեք այստեղից։ Քարերը փաթաթվում են սփռոցի մեջ եւ շտապում իրենց տիրոջ մոտ։ Անդրեսն ուրախանում է, երբ կախարդական սփռոցը կրկին հայտնվում է իր ձեռքում եւ առանց հապաղելու քայլերն ուղում է դեպի տուն։ Քաղցած ու զայրացած մայրը միանգամից սկսում է գոռգոռալ, հանդիմանել նրան, բայց Անդրեսը ի պատասխան միայն ծիծաղում է։ Նա փռում է սփռոցն ու ասում. Կերակրիր մեզ։ Մայրը միանգամից չի հասկանում կատարվածը։ Նայում է բերանը բաց, զարմանքից ու հիացմունքից քար կտրած։ Անդրեսը մորը պատմում է իր գլխով անցածը։ Մինչև այդ դեպքը Անդրեսն ու իր մայրը դժվար էին ապրում, մի կերպ հոգալով իրենց կարիքները, բայց կախարդական սփռոցի շնորհիվ նրանց կյանքը շատ է փոխվում։ Հարուստ հարևանները զարմանում են, երբ իմանում են, որ նրանք արդեն հարստացել են, անհոգ են ապրում։ Այդ ինչ պատահեց, ինչը փոխվեց, փորձում էին հասկանալ բոլորը։ Հարևաններից ամենանախանձն ու չարակամը մի օր թաքուն ականջ է դնում եւ բացահայտում գաղտնիքը։ Նա վարձում է 2 գողի, որպեսզի գողանան եւ իրեն տան կախարդական սփռոցը։ Կեսգիշերին Անդրեսը լսում է, որ իր շները անհանգիստ հաչում են եւ գլխի է ընկնում, որ ինչ որ մեկը թաքուն փորձում է տուն մտնել։ Խրատեք գողերին, հրահանգում է նա իր պահապան քարերին։ Այսպիսի դեպքերի համար են ասում. 2 ոտք ուներ, 2-ն էլ փող առավ։ Հենց այդպես գողերը գլխապատառ փախչում են։ Դրանից հետո ոչ ոք երբեք չի փորձում անհանգստացնել Անդրեսին ու նրա մորը, եւ նրանք ապրում են գոհ ու լիության մեջ։ Բա այսքանը, կհանդիպենք հաջորդ անգամ, իսկ դուք լսելուց հետո մի մոռացեք բաժանորդագրվել Արի լսի YouTube-յան ալիքին։